Այսինքն ճնշել են ԿՊ-ից իշխանությունները փորձում են մեկ մանդատ գողանալով իդեմս Կարեն Բադալյանի իրենց դիրքերը ուժեղացնել, որ հետո նաև կարողանան երկրորդ, երրորդ մարդկանց գողանալ իրենց կողմը քաշել, ճիշտ ենք հասկանում։ Վստահաբար անձի կամքի վրա ազդեցություն է եղել եւ այս առումով նաև կարելի է բռնություն էսի համարել, որովհետեւ այդպես չի լինում։ Անձը մի օր գալիս է Պետանի չափ բռնություն չի, բայց էլի բռնություն է։ Դե հոգեբանական իմաստով նկատի ունեմ, ոչ ֆիզիկական, բայց այդպես չի լինում։ Անձը 21-ին ապրիլի հրաժարական է տալիս, հրաժարվում է իր մանդատից, բերում է ինչ-որ պատճառներ եւ ընդամենը 2 օր հետո ասում է, չէ, փոշմանեցի, բացի այն որ փոշմանեցի, նաեւ հայտարարում եմ, որ անկախ ավականի եմ այսուհետ դառնում ճակերտների մեջ, գիտենք որ անկախ ոչ ավականներ են լինում, ոչ падգամավորներ բնության մեջ։ Հետևաբար ավականու անկախ անդամ, որ հետո ինչ է կարծում հաջորդ սցենարով ԿՊ-ի կողմը։ Այո, մեկ տրամաբանություն կա այդ անդիմադիրներից փոկված անկախ падգամավոր կամ ավականիները, տվյալ դեպքում ավականին կարա ընդամենը մեկ շահի ծառայի, դա իշխանության շահն է։ Հասկանալի է, որ այստեղ չգիտենք դեռևս մանրամասները ինչ պատճառներով, բայց դե յուրաքանչյուր մարդ հազար ու մի անձնական, ոչ անձնական խնդիրներ կարող ունենա, կարող է լինել ուժեղ, հոգեբանորեն կարող է ունենալ այլ թուլություններ, որոնց վրա ներգործելով այս միջամտությունը արվում է։ Այս միջամտությունը ըստ էության փորձ է խեղելու, փոխելու Գյումրիում ձևավորված ՔՎ-ի, Գյումրեց ու ՔՎ-ի արդյունքում ձևավորված քաղաքական պատկերը։ Հիմա մենք այստեղ ենք, որպեսզի մեր մասով մեր գործը անենք, այսինքն պայքարենք, որ դա այդպես չլինի, իսկ նաև արձանագրենք, որ բոլորը Գյումրիում կլինի, Երևանում կլինի, տեսնեն, թե ոնց է աշխատում անկախ մարմինը, որը կոչված է անկախ լինելու, եւ առհասարակ տեղեկացնենք մարդկանց այս բոլոր խախտումների վերաբերյալ։ Իհարկե փորձելով դրանք կանխել, ինչքանով որ մեր ուժերի մեջ դրանք կլինեն։ Հակոբյան կանխատեսելի չէր արդյոք, որ ԿՊ-ն նմանատիպ գործելա ոչ Գյումրիում նաև կորթեգրի, որովհետեւ մյուս համայնքներում այդ փորձը ունենք, հա, Վանաձորում, Փարաքարում, Ալավերդիում, այլ համայնքներում, որտեղ որ պարտվել է ԿՊ-ն, փորձել է այսպես մարդագողությամբ փորձել համայնքապետ փոխել։ Միանշանակ կանխատեսելի է, ես չեմ բացառում, որ վաղը մյուս օրը ինչ որ այլ ավականների ձերբակալեն, կալանքի տանեն, քրեական գործերով վախեցնեն, փորձեն այդ 5-6 կամ ավել մանդատների տարբերության հարցը լուծեն, այստեղ էլ գողանան իշխանությունը, ըստ էության գողանան, որովհետև չեն ստացել ժողովրդից այդ ՔՎ-ն, բայց ամեն գնով իրանց համար գինը էական չի, փորձեն այդ պատկերը ժողովրդավարական խեղեն։ Մենք նաև տեղեկացրել ենք, հա, մեր ներքին կապերով այլ լրատվամիջոցների, որ հեսա շուտով երևի մոտավորապես 10-15 րոպեից ամենաուշը լինելու են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 31-ն է թվով, եթե չեմ սխալվում, դիմաց, այնտեղ համ նույնպես խոսելու ենք տվյալ թեմայից եւ փորձելու ենք նաև տեղում արդեն պաշտոնյաների հետ, մասնավորապես այդ ընտրատարածքային հանձնաժողովի ղեկավարի հետ, այլ անդամների հետ հանձնաժողովի խոսենք, բացատրություն նրանցից պահանջենք, ստանանք, հասկանանք ինչ ենք անում մյուս քայլերի առումով։ Այդ մասով երևի թե այս պահին սահմանափակվենք եւ այս պահին կարող ենք ասել, որ արդեն արձանագրված է օրենքի խախտում ընդրական տեղում։ Մեր գոնե ունեցած տեղեկատվությամբ, այո, այս պահին արդեն ժամկետները լրացել են, քայլ չկա, կա լռություն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, ինչը ոչ մի լավ բանի մասին չի խոսում, մնացած պատկերի հետ համադրելով էլ կարանք ասենք, որ դա շատ մեծ հավանականությամբ իշխանության ծրագրած հերթական քայլերից մեկն է։ Կներեք, կարծում եք իրենց նաև ցուցումով է Վահագն Հովակիմյանի իմացությամբ կամ հանձնարարությամբ այս ամեն ինչը։ Եթե ինչ-որ մի հրաշքով չպարզվի, որ սա զուտ աշխատանքային անփութություն է, վստահաբար սա համակարգված է լինելու եւ դրանից վերև, այսինքն եւ իշխանություններ եւ արդեն կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային։ Եկեք շարունակենք արդեն մնացածը 10-15 րոպեից տեղում դիմաց շենքի, շարունակենք ըստ թեմայի մասով եւ խոսել եւ գործել։